Բարի ողջույն Դավիթ ջան։ Ողջույն Սևակ։ Բարի ողջույն մեր դիտորդներին, հետևորդներին նույնպես։ Այսօր կրկին մենք եթերում ենք, տեսնենք ինչով կարող ենք օգտակար լինել մեր հանրությանը։ Հուսով եմ լավ ես Դավիթ ջան, իսկ քանի որ լավ ես, ուրեմն մեր հարցերին, մեր թեմաներին։ Դավիթ ջան, ճիշտն ասած, այս վերջում մի իսրայելցի ծագումով հրեա, բայց մեծացած Հայաստանի մեջ ազնվորություն կա, ով նախինում եկեղեցական է եղել, աշխատել է տարբեր տեղեր, անգամ մեր եկեղեցում, եւ հիմա բացահայտում է ըստ իրա, որպես գիտակ Աստվածաշնչի, գաղտնիքներ իրենց մոտեցումով եւ Քրիստոսին, Հիսուսին ավելի շուտ համարելով օծի որդի, նա է օծի որդին, եւ մենք վերցնելով իրենց պատմությունը իմպրովիզացիայի ենք ենթարկել եւ այսինքն թարսա ներկայացած սցենարները։ Եթե մենք վերջինս խոսում ենք, որ նյութի դաշտը 5 կտակարանն է եւ ապա հոգեվորի դաշտը նոր կտակարանը, իր մատուցման հակառակն է։ Մովսեսի հոգին դա Դավիթի հոգին էր, այդ օծը, որ բռնեց ինքը գավազանը մի խոսքով այդտեղ այդ խորհուրդները կա եւ որ ջարդեց պատվիրանները դրանով եւ կոդավորեց Աստվածաշունչը, որային որ ասવા փառած լույսը չծագի ամեն մեկի վրա եւ ով կոդավորելա նայել գա բացի եւ հիմա ինքը անթերի գիտելիքներին այդպիսի տիրապետելով նաեւ ունենալով ինչ-որ էքստրասենսոր հատկություններ ապագան տեսնելու եւ այլն ինքն է բացում նմանատիպ գաղտնիքները, որը անգամ ցնցել է իրենց հրեա ռաբիներին, որ նախկինում երբեք ոչ մեկ դա չի նկատել։ Ես հանրության մեջ սա աժոտաժ է առաջացրել, իմ հետևորդներից ուղարկում եմ, ես չգիտեմ, թերևս կարող եմ մի օր առանձին անդրադառնամ կամ ոչ, բայց այնուամենայնիվ կուզեմ մի երկու բառով քո կարծիքն լսել այս հարցով, որպեսզի մեր հետևորդների համար էլ պարզ լինի, թե սա այս քամին որտեղից է փչում եւ նպատակը որն է։ Մեզ էլ ասում են, որ փրկիչը ձեր մոտից պետք է ծնվի Դավիթն է, իսկ եբրայական հաշվարկներով իր անուն ազգանունն է դուրս եկել, որ ինքն է իրեն այդ առաջնորդը ներկայացնում եւ այլն, այս հետաքրքիր շախմատային խաղ է տանում, բայց անտեղյակ հասարակությունը կարող է այո այդ համեղ խայծը, բայց ժամկետանց արդեն խայծը կուլ տալ։ Դրա համար ես հարկ եմ համարում այս թեմայով անպայման մի փոքրիկ գոնե զրուցենք։ Եթե դեմ չես, Դավիթ ջան։ Ցանկանայի լսել քո տեսակետը։ Շատ կողմ չեմ Սևակ ջան, ճիշտն ասած այդ թեմայով շատ զրուցելու, բայց մի փոքր իմ կարծիքը կհայտնեմ։ Մի կողմ չեմ նախ առաջին հերթին, որովհետև կարծում եմ շատ իմաստ չունի ժամանակ տրամադրել նման թեմայի քննարկման, որովհետև դա նորմալ է, եթե քո ներկայացրած ձևով ընկալեցի, որ ինքը վերազգի ներկայացուցիչ էր, որոնք ունեն իրենց հավատալիքները, իրենց աստվածությունը, իրենց գնալիք ճանապարհը, որոնք փառահեղ ձևով հազարավոր տարիներով փորձում են իրենց գաղափարներն ու իրենց հավատալիքները բոլոր կրոններում ներմուծած լինեն եւ լավ ստացվել է իրենց մոտ։ Հիմա եկել է մի ժամանակ, երբ շատ ավելի խտացված ձևով է արտահայտվում թե լույսի, թե մութ դաշտերը, խորհրդանշորեն ասած, որ անմիջականորեն նաեւ արտահայտվում է աշխարհաքաղաքական դաշտում, լավ տեսնում ենք այս ամենը։ Իհարկե մի թեթև լսել եմ քո ասած մարդուն, եթե չեմ սխալվում այդ մարդն է, ինքը ներկայանում է որպես ամենան կամ իր ներկայացրածով եթե նայենք, որ ամբողջ հրեա ռաբինները իր խոսքից զարմացած են, ստեղից հետևություն կարող ենք անել, որ առնվազն հրեա ռաբիններ գուցեև գոյություն չունեն գիտակից, եթե իր խոսքից զարմացած են, որովհետև գիտեմ, որ հրեական դաշտը շատ լուրջ հոգևորական դաս ունի, շատ լուրջ ռաբիններ կան այնտեղ, այնպես որ այդ մարդու խոսքը շատ լուրջ չեմ ընդունում, զուտ այդքանով կարելի դիտարկել,
Բայց մի բան է շատ խնդրահարույց, որ տվյալ մարդը իրենց ճանապարհն է ցույց տալիս, նյութի դաշտի կամ իրենց աստվածաբանական այդ ճանապարհն է ցույց տալիս, ոնց որ հրեաները չընդունեցին Քրիստոսին որպես փրկիչ, որտեղ իրանք սպասում էին մարմնական փրկիչ թագավորի, այնինչ Հիսուսը, որը Քրիստոսացավ, Հիսուս Քրիստոսը լույսի ճանապարհը ցույց տվող փրկիչ էր, այսինքն հավերժի ճանապարհի ներկայացուցիչ էր, նույն ձևով իրանք հիմա պետք է չընդունեն, դա նորմալ է։ Իսկ այն մարդիկ, ովքեր պետք է անգիտակցաբար ընդունեն այդ խոսքը, որ Քրիստոսը ինքը ավելի սև դաշտի ներկայացուցիչ էր, այն դեպքում, երբ որ ասում էր սիրի նույնիսկ թշնամուդ էր, որովհետև սիրելով էլ թշնամու դու չես ունենա, իհարկե թե ամբողջ աշխարհը այդպես այդ սերով ապրել, այսինքն այդ թշնամանքն էլ չէր լինի ամբողջ աշխարհում, վերջիվերջո բոլորը նույն դիեզերական էներգիայի կողմից են ստեղծված։ Այնինչ մարդիկ գնում են տվյալ խոսքի հետևից, որ ավելի բարձրաձայնում է հրեաների անցած ճանապարհը, որտեղ արունահեղությունը անպակաս է եղել։ Ասեմ ավելին, ներկա պահից աշխարհը նույնպես ապրում է եւ երբեք էլ կարելի ասել չի շեղվել, բայց այս հարցի շուրջ իրոք չարժի ընդլայնվել մեր ժամանակը կորցնել, գուցե շատ հետևորդներ մտածեն ինչի համար, բարձ ասեմ, որ ուղղակի իմաստ չունի, որովհետև դա մեզ ոչինչ չի տալու, խառնակցության մի տեսակ է, բայց այնքանով է նորմալ, որովհետև եթե ինքը հերացական ծագում ունի եւ հերանել, որ հարց ես բարձրացնում, ինչու ուրիշ մշակույթներից կամ կրոններից կամ ավատարքներից չեն խոսում, դա նորմալ է, ամեն մարդ, ամեն ազգի կամ տեսակի ներկայացուցիչ իրեն է փորձում առաջ տանել, իրաց մոտ դա հաջողվել է, լինելով նյութական դաշտում բավականին ակտիվ գործող տեսակ, այնպես որ նորմալ պետք է նայենք եւ այդ հողի վրա շատ կարեւոր է որպեսզի հասկանանք որպես հայ տեսակ մենք ինչքանով ենք մեր ներսի ունեցածը առաջ կարողանում տալ թե ինչքանով պետք է տրվենք օտարին կամ այն օտար չասեմ գաղափարախոսություններին, որը մեր երակներով չի հոսում։ Մենք ինչքանով ենք մեր էպոսի, մեր գրվածքների, մեր գրերի կրողը, թե ավելի շատ կրում ենք այլ դաշտի ունեցվածքն ու հարստությունը, որը, այսպես ասած, այլ դաշտի գումարը, որը մեր երկրում չենք կարող ծախսել։ Մենք ինքներս պետք է այդպես ընտրենք։ Քաղցր ներկայացված գովազդով ամեն ինչն էլ գայթակղի չէ։ Բայց հարցը դա քո օրգանիզմի համար օգտակար է, թե ոչ, իմաստ ունի դրա համար ժամանակ կորցնել, թե ոչ։ Շատ կարևոր է գնահատել բոլոր տեսակի գրվածքները, բոլոր մշակույթները իրենց տեսակի մեջ։ Շնորհակալություն Դավիթ ջան, փոքրել ես կուզեմ նաև անդրադառնամ սիմվոլներին եւ նրանց նշանակությանը։ Հաճախ են հարցնում նաև 666-ի խորհուրդը, որովհետև մարդկության մեջ սենց մի հատ կարծիք կա, կարծիք ձևավորված, որ 666-ը դա գազանի թիվն է, սատանայի թիվն է, չիպավորում եւ այլ նման բաներ։ Մի փոքր կուզեի դրանց մասին խոսել եւ ապա անդրադառնանք նաև մեր զինանշանին եւ նրա նշանակությանը եւ ինչ իր մեջ ինչ իմաստ է պարունակում։ Որից հետո արդեն կծավալվի մյուս խոսակցությունը դրանից բխող։ Դավիթ ջան։ Բարի Սևակ ջան։ Ինչ վերաբերում է տվյալ թվին 666 3 առհասարակ ամեն մի թիվ ունի իր խորհրդանիշը, որոնք պատահական չեն, իրանք խորհրդանիշներ են հենց եւ տվյալ թիվը օգտագործելով նաեւ առաջանում է տվյալ վիբրացիան կամ ամեն մի թիվ ունի իր բնավորությունը, իր նշանակությունը, իսկ ինչ վերաբերում է 6 թվին, եկեք հարցը 6-ի հետ կապված, խոսենք 6-ից, օրինակներ բերելով, ընդամենը 6 թիվը դա եւ 9 թիվը, եթե ուշադիր եք եղել, երկուսը շրջված նույն թիվն է։ 6-ը դա նյութական դաշտի գագաթնային թիվն է, նյութական դաշտի, որը նյութական դաշտի բարձրագույն, այսինքն այսպես կարելի ասել նյութական դաշտի ներկայացուցիչ աստվածության խորհրդանիշն է, որը միշտ ուզում է ներկայանալ որպես արարիչ։ 9-ը դա ամենաբարձրագույն թիվն է, որից հետո սկսում են թվերը կրկնվել։
իհարկե առաջականության, դիեզերքի առաջականության խորհրդանիշը դա 0-ն է, որը ոչ վերջ ունի, ոչ սկիզբ, բայց 9-ը դա ամենագագաթնային 0-ն դա թիվ չի, դա ամենի սկիզբն է համարվում, ինչ վերաբերում է օրինակ 9-ին, 9-ը դա հոգևոր բարձրագույն թիվ է համարվում, որին միշտ ձգտում է 6-ը, չգիտեմ ինչքանով ընկալելի կլինի, եւ պատահական չէ, որ իրենց տեսքերը շրջված առումով նույնն է։ Դե իսկ հանրագումարներով 3-6-ը միասին կազմում է 9, քանի որ 6-ի ներկայացուցիչ դաշտը աստվածությունը ինքը միշտ ուզում է ներկայանալ որպես 9, այսինքն բարձրագույն հոգևոր ներկայացուցիչ է ուզում ներկայանալ ինքը։ Դրա համար ինքը պետք է ամեն ինչ աներ, այսպես ասած, թվային համակարգով կամ ներկայացվեր այնպես այդ աստվածությունը, որի համարժեք միասնությունը պետք է ցույց տալ 9 թիվը։ 3-6-ը համարագումարը գալիս է դառնում է 9։ Շատերի մոտ հարց կառաջանա, կարելի էր 6-ի կողքը դնել 3 եւ այլն, չէ, այդպես չի աշխատում, այդ նույն 6 թվի եւ տեսքը եւ իր խորհրդանիշը շատ կարեւոր է, որ 3-ը միասնական պետք է լինի, որովհետեւ 3 թիվը, 3 կրկնությունը նույն բանի եւս շատ տեղերում օգտագործվում է եւ եւս ունի իր համապատասխան վիբրացիան ու խորհրդանիշ այդ կրկնությունը։ Դրա համար 3-6 է համարվում գազանի թիվը, այսինքն գազան որպես նյութական դաշտի իշխան, ինքը ուզում է ներկայանալ որպես ամենի արարիչ եւ իշխան, այլ ոչ թե այն սարսափը, որը տարածված է մարդկության մեջ, որովհետեւ վերջ-վերջո այդ սարսափը ինքը նաեւ էլի կապ ունի վախ տարածելու հետ, բնականաբար ինչ թիվ որ օգտագործում ես, դու համապատասխան էներգիան եւ վիբրացիան ես բերում քո մոտ, եւ ինչի՞ չէ, եթե դու տեսնում ես, որ նյութական դաշտի նուրբ ձև է, մի քիչ էլի շատ ասում, նյութական դաշտի կրող ես լիարժեքորեն, խնդրեմ, շատերը մեքենաների վրա մտածված դնում են այդ թվերը, մտածելով, որ ինչ կա, այդտեղ կոտրում են շատ շաբլոններ, այդ համարձակ քայլ է ընդհանրապես կոտրել շատ կարծրացած բաներ, բայց գիտակցաբար է դա պետք անել, էլի։ Այնպես որ մարդկանց անհանգստությունը հասկանալով ասեմ, պետք չի ֆիքսվել դրա վրա, եթե կարող եք 6-ի դաշտից փորձեք բարձրանալ, ձգտել գոնե մինչև 7 կամ 9 կամ 8, ձեր առաջ է այդ ճանապարհը, փորձեք բարձրանալ, հա, պատահական չի, որ մարդու էներգետիկ կենտրոնները, որոնք հնդկական դաշտում կոչվում են չակրաներ, իրանք գլխավոր չակրաները 7-ն են, դա արդեն լավ հուշում է, որ այդ էներգետիկ աճը գոնե մինչև 7 պետք է բարձրանա, որից հետո 8-ն ու 9-ը, 8-ը որպես անցումային դաշտ, որը իր խորհրդանշով տեսքով նաև նույն DNK-ի խորհրդանիշն է, որը էլի պատահական չի, ու թվերի ընդհանրապես տեսքերը ընդհանրապես պատահական չեն, շատ կարևոր են թե իրենց տեսքով, թե իրենց գաղափարներով, այնպես որ եթե կարող եք ձգտել դեպի բարձրունքը, դեպի 7-ը, դեպի 9-ը, փորձեք հասնել ձեր թռիչքին, այդքան բան, բայց վախով ապրել չարժի։ Ինձ համար օրինակ շատ հաճելի է ինքնաճանաչման, ինքնազարգացման ճանապարհը, որտեղ դու ազատագրվում ես եւ քո վախերից եւ կոլեկտիվ որոշ պարտադրված համակարգերից, կանոններից, ահից, դողից, զանազան բաներից, ինչը շատ հաճելի է, թռչուն իրեն զգում է վանդակից դուրս եւ ճախրել է սովորում ի վերջո, որի համար ես տիեզերքին եւ արարչությանը շնորհակալ եմ։ Իսկ հաջորդը կուզեի նաև մի փոքր անդրադառնանք հենց մեր սիմվոլներին, մեկը հենց զինանշանին, Դավիթ ջան, մի փոքր էլ զինանշանի մասին, որովհետև ինքն էլ հեռանդիկայի կանոններով, եթե մենք նայում ենք, շատ ինքը մեծ ուժ է իր մեջ պարունակում, ունի իր կոդերը, ունի իր գաղտնիքը եւ իր էներգետիկ դաշտը, ոնց որ ասած։ Մի փոքր էլ անդրադարձ ցանկանում դրան։
Հա, դաշտը ինձ բավական երկար ժամանակ հետաքրքրել է, նույնիսկ ինքս իհարկե կողմ եմ, որ պետք է անպայման փոփոխություններ արվեն, իհարկե ոչ այն փոփոխությունները, որը հուշում են մեր ներկայիս կառավարությունը, նույնիսկ ինքս մասնագիտությունս թույլ տալով փորձեցի հնարավորինս փոփոխություններ անելով դետալների դիրքերի փոփոխությունը անելով մեր եղած զինանշանի ամեն մի դետալը իր համապատասխան տեղում, որտեղ խեղումներով է արված, նույնիսկ հանրության արձագանքը փորձեցի հասկանալ, շատերը կարծրացած այդ տեսքին արդեն սովորած լինելով չէին ուզում եւ իսկ շատերն էլ նույնիսկ հայտնվեցին մարդիկ, ովքեր ներկայացան որպես մասնագետ հեռարձիկայի եւ քարկոծեցին եւ իրենց քարկոծած մտքերը ամենևին հեռարձիկայի հետ այդքան էլ կապ չուներ, բայց նրանք ներկայանում էին որպես մասնագետ, ինչևէ ինչ վերաբերում է մեր խորհրդանիշներին, ասեմ, որ թե հիմնը, թե զինանշանը եւ թե դրոշը ունեն իրենց մեջ խնդիրներ եւ ամենևին հարցը կենդանիների ուրախ կամ կոպիտ կամ նուրբ լինելը չի, որովհետեւ կարող եւ կոպիտ լինեն եւ նուրբ, հարցը ինչ խորհրդանիշ են իրանք ներկայացնում կամ իրենց հետ ինչ խորհրդանիշներ կան եւ ինչ դիրքով, դա է շատ կարեւոր եւ օրինակ բերեմ նույն զինանշանից, հետո դրոշից, իսկ ինչ վերաբերում է հիմնին, ինքս երաժիշտ չեմ, կարող եմ լսել, զգալ արժի թե չէ, բայց ինքս երաժիշտ չլինելով հանդերձ ինձ թույլ չեմ տա մասնագիտական կամ պրոֆեսիոնալ ինչ-որ մտքեր ասել, ինչ վերաբերում է, եթե չեմ սխալվում, Արամ Խաչատրյանինն էր մի հիմն կար, որը բավականին լավն էր, բայց դա ներկայիս Հայաստանի համար չի հնչի, որովհետև ամեն խորհրդանիշ տվյալ ժամանակվա համար պետք է ինքը աշխատի։ Եթե նույն Սայրանի, օրինակ Սայրանի նկարած գերբը Արադ լեռը ցորենի հասկերով խաղաղ արևի շեղերով եւ այլ, որ հրաշալի է տարբերակ է, մեր այս պատերազմական վիճակում նույն խաղաղ գերբը, չգիտեմ ինչ էներգետիկա, լավագույն դեպքում այո, էլի թե գուցե խաղաղության էներգետիկա բերի, բայց մեր կողքը զինված ատամները սրած հակառակորդներ են։ Մենք խաղաղ, հանգիստ մնալու ամենևին ժամանակի մեջ չենք ապրում։ Դրա համար մեր օրինակ զինանշանը, որտեղ թե ցամաքի, թե երկնքի ուժերի խորհրդանիշները կան, բայց իրենց ձեռքը, զենքը, որը պետք է լինի իրենց ձեռքը, հակառակ է շրջված, ճիշտ է, մասնագետներից կար, որ փորձել են ավելի գեղեցիկ ներկայացնել եւ Վահանի վրայի թագավորության նշաններն են փորձել գեղեցիկ ներկայացնել, բայց ամենևին էներգետիկան եւ ուժը չի փոխվել, որովհետեւ սուրը մնացել է նույն հակառակ վիճակում, որը խորհրդանիշն է, որ եթե քո վրա հարձակում գործեն, դու հեշտությամբ չես կարող սուրը քո ձեռքը վերցնել, իսկ զինվորը միշտ պետք է սուրը կամ զենքը իր ձեռքում լինի, անկախ նրանից խաղաղ թե ոչ խաղաղ պայմաններ են։ Սրի բռնակը պետք է լինի աղբանների, զինվորների ձեռքում։ Բացի դա սուրը եւ սուրը նույն խաչի խորհրդանիշն է, որպես առաջի քրիստոնյա երկիր ներկայությամբ մեր զինանշան մեջ շրջված սուր է, այսինքն շրջված խաչ է, որը հակա Քրիստոսի խորհրդանիշ եւ համապատասխան էներգիան է արձակում եւ պատահական չի, որ վերջին 30 տարվա մեջ այստեղ շատացել են նույն հակաքրիստոնեական թե աղանդները, քրիստոնեական դաշտի անվան տակ, թե նույն տվյալ ուժերը, թե մենք այս երկրը, որ գնալով կործանման տանում, չեմ բացառում, որ նաև այդ էներգիայի շնորհիվ է։ Բացի դա, ունենք ոտքերի տակ հայտնված ցորեն եւ դափնե տերևի խորհրդանիշ, այն դեպքում, որ ցորենը միակազմ է, որ ցորենը պաշտություն կա եւ ամեն կերակուրին ասում ենք եկեք հաց ուտելու, այսինքն հացը մեր պապերը միշտ դրել են իրենց գլխի վերև ընկած հացը մենք էլ սովորել ենք պետք է վերցնել ամփուրել բարձր տեղ դնել
այն դեպքում երբ զինանշանի մեջ ոտքերի տակ է ընկած, դրա համար հիմա թվում է թե այն աղքատության տարիները չի, բայց հացը նույնիսկ աղբամաններում է անպակաս, բայց իրոք մենք մինչև հիմա հացի խնդիր ենք ուզում լուծենք, որովհետև զինանշանի մեջ հացը ոտքի տակ է գցած։ Դափնե տերևը, որը խորհրդանիշն է թագադրման, սա դերվերի ներկայացված է ոտքի տակ։ Դրա համար 4-րդ երկրի ղեկավարը ունենք, որոնք դեռ ոչինչ չեն արել երկրի համար։ Առաջին հերթին, որովհետև այն դափնե պսակը, որը պետք է ղեկավարի գլխին ոտքի տակ է հայտնված, նաև որի շնորհիվ արժանավորը չի հայտնվել այդ դափնե պսակի համար։ Եթե դափնե պսակի խորհրդանիշը լինի գլխավերևում, եթե գոյություն պետք է ունենա, պետք է լինի գլխավերևում, ցորենը պետք է լինի գլխավերևում, եթե ուզում են, կարա եւ չլինի այդ երկու խորհրդանիշները, բայց լավ է չլինի, քանց թե լինի ոտքի տակ։ Հաջորդ խորհրդանիշը, որը փոփոխման ենթակա է, դա վահանն է։ Նայեք, հրաշալի նկարիչ Աղամյան Կարենի մշակումով աշխատել է որոշ մասնագետների հետ, այսպես ասեմ, մի բան գուցեև չեն նկատել համենայն դեպս, վահանի վրա նորից ավելի գեղեցիկ փորձել են ներկայացնել մեր պատմական շրջանների, թագավորությունների խորհրդանիշները, այնինչ վահանը, եկեք հասկանանք վահանի խորհրդանիշը, վահանը դա մի խորհրդանիշ է, որը հակառակորդի հարձակման ժամանակ ինքնապաշտպանության համար վահանն ենք դեմ տալիս հարվածին։ Վահանի վրա, եթե մենք ներկայացնում ենք մեր պատմության փխրուն թագավորությունները, հատկապես փխրուն դաշտը մեր պատմական, անկախ նրանից ինքը ինչ դաշտ է, այսինքն դա նույն խորհրդանիշը բերում է նրան, որ մենք ամեն րոպե մեր պատմությունն ենք հարվածի տակ դնում, թաքնվելով մեր պատմության տակ։ Դրա ազդեցությունը փայլուն ասեմ, մենք ամենուր աչից ձախից հարվածներ ենք ուտում, ինքնապաշտպանության միակ ձևը մեր մոտ լոզունգ դարձած սա է։ Մենք ժամանակին ծովից ծով Հայաստան ենք եղել, բա մենք ինչ թագավորներ ենք, բայց հարց չենք տալիս, բա մենք հիմա ով ենք եւ ինչ ենք անում հիմա։ Իրիք է թաքնվենք այդ պատմության տակ եւ պատմությունը տեղից խեղված պատմությունը, որը իրականում շատ խեղված վիճակում է մեզ հասել, թուլացած վիճակում է մեզ հասել, մենք անընդհատ դնում ենք այդ թշնամիների, այսպես ասած, թշնամական հարվածների տակ։ Եթե մեր տան հիմքը անընդհատ հարվածի տակ ենք դնում, ինչպես կարա կայուն մնա այդ հիմքի վրա կառուցած նոր շարունակություն տունը, չի կարա, միանգամից պետք է փլուզվի։ Իմ առաջարկներից իհարկե էսքիզը ունեմ, եթե ցանկացողներ կլինեն իմ Facebook-յան էջում կա, կարող են տեսնել, իրենց կարծիքը հայտնել փոփոխված վիճակում իմ տարբերակը եւ խնդիրը նա է իմ առաջարկը, որ վահանի վրա ոչ թե լինի մեր պատմությունը, այլ լինի խոյի խորհրդանիշը իննաթև աստղով, խոյը որպես արձակողական եւ առհասարակ սասնա ծղերի խորհրդանիշ, ջոջած խոյերի խորհրդանիշ, որը ոչ թե հարված իր վրա կվերցնի ուղղակիորեն, այլ հակահարված տվող խորհրդանիշ է։ Առաջարկներից մեկը նա է եղել, որ սուրը պետք է լինի անպայման ցամաքի եւ օդի ներկայացուցիչ զինվորների ձեռքին, կամ ուրիզև ասում են արևմտյան եւ արևելյան Հայաստանների խորհրդանիշները։ Սրի բռնակի մոտ տեղադրել եմ օրինակ նույն Արադ լեռան խորհրդանիշը նույն արևով, բայց դա պետք է լինի մեր ձեռքում, ոչ թե վահանի վրա։ Օրինակ ներկայությամբ երկրի, այսպես ասած, ղեկավարը, երբ որ Արարատին հակառակ բաներ է խոսում, մենք ընդդիմանում ենք, բայց վահանի վրա տեղադրված Արարատը մենք նույնպես
համալուսակություն, բայց դե մենք տալիս հարվածներին անընդհատ, այնինչ ինքը պետք է մեր ձեռքին լինի։ Եվ երկու տարբերակ ունեմ, ընդհանրապես առաջի տարբերակում հասկը եւ դափնեպսակը թագադրման միջոցով պահապանների գլխավերևում է, մի տարբերակում ուղղակի դրանք չկան։ Եվ հաջորդ շտկված խորհրդանիշը շղթան է, որը կտրված է սրով։ Շատերը հարց են տալիս շղթայի ներկայությունը ինչի համար եւ այլն։ Ուղղակի կա այսպիսի մի բան, եթե միշտ ունեցել ես շղթայված վիճակ, պետք է մինչև շղթան վերածելը որոշ ժամանակ դու ցույց տաս, որ դու շղթան կտրել ես, պետք է կտրես, նոր հետո տարիներ հետո եթե արդեն դրա կարիքը չունես, փոփոխություն անելով վերացնես այդ շղթան, ինչու՞ չէ, գուցե եւ ասենք այդ զինանշան ամբողջովին փոխվի։ Եթե իմ տեսանկյունին մնար, ինքս միայն խոյի խորհրդանիշը կդնեի որպես զինանշան, որ շատախոսություն էլ չէ, որ է զինանշան եւ միանգամից փոփոխություն էլ առողջ չի, եւ մեր աշխարհակաղակական վիճակը այնպեսին է պատերազմական, որ պետք է ցույց տալ, որ մենք ամեն րոպե պատրաստ ենք եւ զենքը մեր ձեռքում պետք է լինի, եւ մեր ձեռքում է եւ ամեն րոպե պատրաստ ենք պաշտպանվելու, դրա համար այս փոփոխությունները արծի պահելով այս խորհրդանիշները ինչ վերաբերում է մեր խորհրդանիշներին։ Դա իմ տեսանկյունը, որտեվ տեսել էի, որ կա նման խնդիր։ Օրինակ, եթե վերցնենք եռագույն դրոշին, եռագույն դրոշի մեջ կա գույների տեղային խախտում, օրինակ գաղափարապես կարմիր գույնը ներկայացված է որպես անմեղ զոհերի արյան գույն, կապույտը ներքևում գտնվող որպես խաղաղ երկինք եւ ցորենի հասկը գույնը կամ ծիրանագույնը որպես հողի բերքատվության խորհրդանիշը սահմանադրության։ Ինչպես ասում են, մի բան եթե 1000 անգամ ասում ես իրականում է, դեռ էս տեսանկյունից դիտարկենք նման ձևով մենք տեսնում ենք ինչպես խաղաղ պայմանում 30 տարի խաղաղ երկնքի գլխին անմեղ արյուն թափվել է եւ թափվում է, որտեղ կարմիրը գտնվում է կապույտի վերևում։ Այնինչ պետք է կարմիրը գտնվի ամենաներքևում։ Ինչի համար։ Որովհետև կարմիրը ինքը նյութական դաշտի խորհրդանիշն է։ Կապույտը ավելի հոգևոր, դրա համար հոգևոր դաշտին պետք է վերևում գտնվի։ Ծիրանագույնը կամ դեղինը մեջտեղում հիմա հերթականությամբ ասեմ պատճառը։ Կարմիր գույնը թե չակրաների, այսինքն էներգետիկ կետերի առումով իրանք դա նույնպես գտնվում է ամենաներքևում, վերջ-վերջո հողեղեն դաշտի գույնն է, որը մեզ ավելի մոտ պետք է լինի, եւ գտնվելով ներքևում, այսինքն մեզ ավելի մոտ, մենք նյութական դաշտի մեր խնդիրները հեշտությամբ կկարողանանք լուծել, որտեղ անհասանելի չի մեզ, եւ հենվելով այդ կոպիտ նյութի վրա, այսինքն կարմիր դաշտի վրա, կկարողանանք քայլել դեպի վերև, դեպի կապույտ, միջանկյալ դեղինի միջով, այսինքն այդ արևի, հասկի կամ բերքատվության միջոցով։ Եթե դիեզերքում մի բան գույնի տեսքով թեկուզ խախտում ես, դու ստանում ես դրա արձագանքը, որը ստանում ենք մենք հիմա։ Շատերին կթվա թե զազրախոսություն է, բայց խնդիր չկա, մենք ապրում ենք 30 քանի տարի եւ ավել այս խորհրդանիշների ներքո արդյունքը տեսնում ենք, եթե չենք տեսնում, ուրեմն դեռ չենք արթնացել։ Եվ դրոշի վրա կառաջարկեի նորից խոյի խորհրդանիշը դրվել որպես պաշտպանիչ նշան, ամենայն դեպս, ոնց որ ասում են, ասողին լսող է պետք։ Եթե մի քննադատական, հայհոյախոսական կամ լպիշ ինչ-որ մի տեսահոլովակ լինի համացանցում գցած, օրվա մեջ հազարավոր, գուցե եւ 10 հազարավոր, տասնյակ հազարավոր դիտումներ լինի, տարածվի այդ ամենը, բայց նմանատիպ բաները եւ տարածում չի ունենում եւ լսելու ցանկություն չկա, որովհետեւ մարդիկ գուցե արդեն հոգնել են այդ ամեն ինչից, արդեն թացը չորի հետ այրում են գնում։ Եվ առհասարակ խորհրդանիշները, ինչպես Կոնֆուցիոսն է դեռ հազարավոր տարիներ առաջ ասում է բավականին երկար ժամանակ մարդիկ չեն իշխում աշխարհը, այլ խորհրդանիշերը։ Եվ շատ դաշտերում են խորհրդանիշերը իշխում, օրինակ թե մարդու շատի լինի, կտեսնի, որ թե մանկական հագուստի վրա, թե ամանորյա ձևավորման մեջ միշտ ավելի մեծաքանակ օգտագործում է շրջված 5 հնգաթև աստղը, բայց շրջված գագաթը դեպի ներքև, իսկ խորհրդանիշների դաշտում դա արդեն սև դաշտի խորհրդանիշն է, որը նույնիսկ այցի տեսքով է ներկայացվում, բայց դա նույնիսկ հայտնվում է մանկական հագուստների վրա։
օրինակ շատերը անմորուք ծաղկավորնին հնգաթև աստղի խորհրդանիշների հակառակ են կպցնում, չգիտակցելով։ Մի խոսքով նմանատիպ խորհրդանիշ է։ Օրինակ մի մասնագետ, ով գրել էր իր հաղորդագրությունը կոմենտարիայով, որ սուրը չի կարելի դեպի ներքև սուր մասը լինի ձեռքի մեջ, որ ինքս առաջարկել էի դնել, այս սուրը պետք է դեպի վերև լինի, ասեմ, հեռացիկը ասում էր դա հանձնվողականության խորհրդանիշ է, բայց նույն հեռացիկայում սուրը դեպի ներքև եւ ձեռքումդ բռնած, դա իմաստության, արթնության, որ համբերատար սպասում ես ու ինքնավստահության խորհրդանիշն է, որ դու ինքնավստահ սպասում ես, որ մեկը ով կհամարձակվի հանկարծ շփոթվի ու քո առջև գա, դու պատրաստ ես 20 րոպե սուրը բարձրացնելու վեր։ Դա այդպիսի մեր խորհրդանիշ, այսինքն իմաստության եւ համբերատարության խորհրդանիշն է պատրաստ լինելու, իսկ սուրը դեպի վեր դա էմոցիոնալ դաշտերի եւ անդադ պատերազմելու խորհրդանիշն է, այսինքն մենք ուզում ենք ամեն րոպե պատերազմի մեջ լինենք, թե մենք ուզում ենք խաղաղ լինենք, բայց պատրաստ լինենք ցանկացած հարվածի ընդդիմանալու։ Այնպես որ փորձեմ շատ չծավալվել, եթե հարցը մեր խորհրդանիշներն է, փորձեմ այսքանով սահմանափակվել, Սևակ ջան։ Անչափ շնորհակալ եմ Դավիթ ջան, միանշանակ համաձայն եմ քո բոլոր դիտարկումների հետ, այո, նաև որ Կոնֆուցիոսը ասել է, աշխարհը կառավարվում է թվերով եւ սիմվոլներով, դրա մեջ կա իմաստ, նաև այն իմաստը, թե ինչքան է դու նշանակություն ինչ-որտեղ նաև տալիս, այո, նա ինքն էլ որ վերցնում է քո կողմից դրած միտքը աշխատում է նաև այդ ուղղությամբ, բայց այո, դրանք տեզերական որոշակի կողմեր են, որոնք գործածվում են, պատահական ոչինչ չի լինում, դեռևս համաձայն եմ, իսկ ինչ վերաբերում է թուրը ներքև, վատի լավի հարց չկա դեռ, բայց շատ ավելի կարևոր է, որ զենքիդ բռնակը քո ձեռքում լինի, ոչ թե ոտքի տակ։ Հակառակ դեպքում դու ես սուր հատվածով վնասվում քո զինվորներին։ Ներկա դրությամբ, եթե առաջարկված մշակումով սուրը դեպի զինվորների կրծքավանդակն է ուղղված, այս բռնակը իրաց ձեռքում չի, գլխավորը բռնակը քո ձեռքում լինի եւ համբերատար սպասելու խորհրդանիշ ցույց տաս աշխարհին, որ ամեն պահի քո զենքը քո ձեռքում է։ Դեպ ասեմ, փառահեղ մշակումը արված է մեր զինանշանի խորհրդանիշը, որտեղ փայլուն ցույց է տալիս քո եղած վիճակը, որ զենքդ քո ձեռքում չի եւ դու չես որոշում երբ քո զենքը օգտագործես, իսկ գուցե եւ փոխելուց հետո ինչ-որ մի բան փոխվի նաեւ մեր ներսում, անգամից չի, բայց գոնե ձգտումը եւ որոշակի փոփոխություններ պետք է լինի, որը իր ազդեցությունը կաթիլ գոնե գալիք սերնդի համար կառաջացնի ինչ-որ մի նոր դաշտ։ Ճիշտ ես ասում Դավիթ ջան, լրիվ համամիտ եմ ասածներիդ հետ, այո, սա ինձ թվում է եւ նաեւ հատուկ էր արված մեր գլխին, պատահական ոչինչ չկա, սա հատուկ ծրագրեցին եւ սարքեցին, թե զինանշանը, թե հիմնը, թե դրոշը եւ այլն։ Մի խոսքով, ժամանակն է արդեն որ իրոք արտանանք եւ մենք ինքներս վերցնենք կյանքի պատասխանատվությունը մեր ձեռքը, այլ ոչ թե նստենք ու բողոքենք եւ սպասենք ուրիշներից, ոչ, այդ ուրիշը հենց դու ես։ Ամեն մարդ ինքը իրանից պետք է պահանջի։ Պահանջենք եւ գնանք մի համուր կերպով գործելու, շնորհակալ եմ շատ։ Եվ այս ընթացքում, քանի որ նաեւ խոսվեց պաշտպանության մասին, թրի մասին, հարցակման կամ պաշտպանման, նաև Քրիստոսը այնտեղ որ ասում է, երբ մի այդի տապտակում են մյուսն էլ դարձրու, շատերի մոտ սա հենց այն թյուրն բռնումն է դարել եւ ժամանակի ընթացքում են երբ որ լսում են որ գալիս է հակառակ որտեղ փոխարենը գնային պաշտպանվեն, հավաքվում են եկեղեցինում, սկսում են աղոթել եւ շատերն էլ անգամ դիմադրություն ցույց էին տալիս, իբրև կարծելով թե դրանով պատվում են հորը որդուն եւ Սուրբ Աստծուն պատվում են Աստծուն եւ դրանով իրանք դրախտի կարժանանան, այսինքն էգոիզմի եւս մի դրսևորում, բայց չգիտակցված, որտեղ ցածր գիտակցությունը այդ ժամանակ այդքան է պատրաստ անցալելու եւ հասկանալու։ Մի երկու բառով էլ կուզեմ քո կողմից անդրադառնաս դրա բացատրությանը եւ երևի սրանով եզրափակենք մեր զրույցը Դավիթ ջան։ Խնդրեմ։ Սևակ ջան, այո, մի այդի տապտակման երկրորդը դեմտուր սխալ է ընկալված եւ ունեցել ենք այդ պատճառով գուցե ունեցել ենք
ցավալի պատմական ասկեր։ Ամենայն դեպս ավելի ընկալելու համար իդեպ նախ սխալ է ընկալված, որովհետև նույն քրիստոնեական կրոնի դաշտում հանված է վերածննդի գաղափարը, այն դեպքում, երբ որ Հիսուս քանի տեղ ասում է վերածննդի հուշման տեսքով, առակի տեսքով կամ ասում է վերածննդի գաղափարի մասին, որ մի փոքր հուշում արել եմ ինքս էլ, այդ միտքը հասկանալու համար կցանկանամ օրինակ բերել Բուդդայի կյանքից, Սիդդհարթա Գաուտամայի կյանքից, որը դարձավ Բուդդա, Բուդդա եւ Քրիստոս երկուսն էլ նշանակություն ունեն ազատագրում որպես կամ մարդու որդի։ Ինչի համար եմ այդ օրինակով ուզում բացատրություն տալ, շատերը գուցե կմտածեն, որ քրիստոնեությունը չի կարելի խառնել բուդդիզմի հետ եւ այլն, ասեմ ավելին, Հիսուս նույնիսկ մարդկությանը հասած դեպքեր կան, որ իր երիտասարդ ժամանակ լավ սերտել եւ սովորել է տվյալ տարածքներում, բացի դա բոլոր նմանատիպ հզոր կերպարները մեկը մյուսի հետ կապ ունեն անմիջապես եւ մեկը մյուսի հետևորդ գաղափարական հետևորդները կամ շարունակողներն են, այնպես որ նաեւ պետք է գիտակցել, որ թե Հնդկաստանի տարածքի, թե հայկական, թե իրական, թե աշխարհի բոլոր տարածքներում գտնված մարդիկ նույն արարչականության կողմից ստեղծված են, դրանով իսկ բոլորը կապված են իրար հետ, անկախ գաղափարներից։ Սա մի փոքրիկ այս մասը, որպեսզի հարցեր չառաջանան եւ դիտորդները ընկալեն, որ ամենը պետք է համեմատական տանենք, մինչև իսկ իսլամը, որտեղ նույն իսլամում մինչ Մուհամեդը ամբողջը նույն 5 կտակարանի գաղափարախոսություններն են, որը դրված են նույն քրիստոնեության հիմքում, այսպես ասած, կերտներով նույնպես, որտեղ անձի գրքեր են իրանք։ Մինչև հասնեմ օրինակից, ինչ կնշանակի Հիսուսի խոսքը, երբ մի այտի տապտակում են մյուսը դեմ տուր, երբ քուվերնաշապիկն են ուզում տաբատներ տուր կամ այլ շորեր տուր, երբ Սիդդհարթան դան նստած է օդի ծառի տակ իր աշակերտների հետ, մոտենում է մի մարդ, ասում է «Ձեզանից ով է այդտեղ Բուդդան», եւ Բուդդան շրջվելով ասում է ես եմ։ Մարդը բարկացած հայացքով ասում է դու ես, ու մի ուժեղ ապտակ է տալիս Բուդդային, մարդը թքում է Բուդդայի երեսին, Բուդդան ասում է էլի բան կա, ասելու ասում է չէ, էլ ինչ ունեմ քեզ ասելու, պատտվում գնում է, այդ ընթացքում աշակերտներից մեկը սուրը հանում է, որ տվյալ մարդուն գլխատի, Բուդդան ասում է սուրը դիր տեղը, չի թողնում։ Այս մարդու հեռանալուց հետո աշակերտը ասում է ինչու չթողեցի որ գլխատեմ, աստվածանալու ճանապարհին ես ու եկավ քեզ անարգեց, մեր աչքի առաջ վիրավորեց, քեզ քո երեսին ապտակեց ու դու չես թողնում որ իր գլխատեմ, ասում է դուք միջև հիմա չճանաչեցիք այն ինչ որ սովորացնում է, իդեպ ինչպես Հիսուսն էր աշակերտներին ասում դուք չճանաչեցիք որդուն որ մնաց օրը, ասում է ես իմ բոլոր կյանքերի պարտք ու պահանջները բոլոր հանդիպած էակների հետ լուծել էի եւ չէի կարողանում համբարձվել քանզի ինձ պահող մի բան կար եւ այս մարդը իր ոտքով եկավ իմ առաջ, պարզվեց ինքն էր մնացել ում վնաս էի տվել գուցե հաջորդ անցած կյանքերում եւ պետք է պարտքը փոխհատուցումը տար, եկավ ինքը ինձ այդ ծանրությունից ազատելու շնորհը հիմա ես արդեն կարող եմ վեր բարձրանալ, ասելուց հետո որ արդեն Բուդդան վեր է բարձրանում, այսինքն վերածվում է լույսի։ Հիսուսի ասածը հենց անմիջական կապ ուներ այդ պատմվածքի հետ, որովհետև ասում է երբ ապտակում են մյուսը այտը դեմ տուր, դա կնշանակի նախ ամեն մեկը պատահած չի գալու քեզ ապտակի, իսկ ով էլ որ հայտնվում է քեզ ապտակելու համար, ուրեմն անցած կյանքերում ինչ որ խնդիրներ եք ունեցել իրար հետ, դու գուցե 10 ապտակ ես տվել, ինքը այդ հավասարակշռությունը չի պահպանվել, այս կյանքում պայմանավորվել եք, որ ինքը պետք է փոխհատուցի քեզ։ Այդ դեպքում այսինքն երկրորդ այտը դեմ տուր, եթե
մի հատը բավական չի, թող մյուսն էլ ապտակի, որ լիարժեքորեն այդ պարտքերը տաս Քրիստոսանալուց պետք է ամբողջ քո պարտքերը, այսինքն ծանրությունը այս աշխարհում գործած պետք է թողես տեղ, որովհետև չես կարող ծանրությամբ բարձրանալ վերև։ Խոսքը նրա մասին չէ, որ ցանկացած մեկը կգա, դու ինչ ուզեն արա, որովհետև շատերը հեգնանքով մոտենալով գուցե դրան գան եւ փորձեն ձեռառնելու միջոցով կամ հեգնելու միջոցով նման կատակներ անել։ Իհարկե գոյություն նաև ինքնապաշտպանվելը դա էլի մեզ տրված, ի վերուս տրված հնարավորություն է, պետք է այդ ժամանակ պետք է նաև ինքնապաշտպանվել, ամենայն դեպս այդ ամենը անելու համար պետք է գիտակից լինել, որ հասկանաս, իրոք պարտքատերն եկեք քո մոտ, թե մեկը նոր պարտքեր ստեղծելու, որտեղ նյութական աշխարհը միշտ ամեն ինչ անում է, որ տանի մեզ նոր պարտքեր ստեղծելու, որտեղ նյութական դաշտի համար մենք որոշ առումով սնունդ ենք եւ մեր էներգիան եւ բոլորս եթե միանգամից միանանք քրիստոսական լույսին ոչ մեկ չի մնա որպես սնունդ դրա համար պետք է անդադ շատերի նորից վերածնունդը նախ պետք է մեր ինքնազարգացման համար նաեւ պետք է նյութական դաշտի այնպես որ այդ բալանսավորված վիճակը դա տիեզերական պտույտ է բայց ամեն մեկս պետք է գիտակցենք թե ինչի համար է ասվում, ոչ թե կուրորեն ընդունեն, թե չէ շատերը ընդունում են իրոք, այդի տապտակում են, մյուսը պետք է դեմ տաս, ուրեմն էդիշ գաղափարախոսություն է, որ իմաստ չունի։ Այդպես Սևակ ջան, ամբողջ խնդիրը նա է, որ ինչ ընթերցում ենք, փորձենք հնարավորինս ճիշտ ընկալել, ճիշտ հասկանալ, իսկ շատերի իհարկե շատերի համար գուցե դժվար է կոտրել իրենց մեջ այդ կարծրատիպերը ինչը իրանց փուճու ժամանակվանից ասվել է բայց ինչ արած եթե զարգացում ենք ապրում կամ ուզում ենք ինչ որ փոփոխություն լինի մեր ներսում պետք է ընկալել որ կարծրացած գիտելիքը կարծրացած այն ամեն ինչը որ մեզ տրվել է գուցե եւ իրենց այդքան ճիշտ չեն տրված եղել պետք է ուսումնասիրել հնարավորինս փորձել մաքուր աղբյուրի ջուրը խմել։ Շնորհակալություն Դավիթ ջան, կրկին շնորհակալ եմ, որտեղ այն ինչ որ ասում ես, այո, տրամաբանական շղթայով կախված է ռեալության հետ, համակարծիք եմ։ Նո կարելի այո, դա մի քանի ձևերով հասկանալ, որտեղ խորհուրդը նաև կարա լինի ուղիղ եւ կարա լինի այլաբանական եւ ունենա մի քանի նշանակություն։ Ինչևէ, քո տված բացատրություններից եւ մեկնություններից եմ շնորհակալ, համակարծիք եմ դրանց հետ։ Ամփոփենք թեման այսքանով երևի մեր դիտողներին կարծում եմ հետաքրքիր կլինի այս ամեն ինչի մասին, որ մենք խոսեցինք, թող Արարչի լույսով եւ սիրով այդ բոլորը սեփականաշնորհվեն եւ դառնան մերը եւ մենք գնանք այլևս գործելու, այլ ոչ թե նստել եւ սպասելու։ Շնորհակալ եմ քեզ դրա համար Դավիթ ջան։ Մեր հետևորդներին էլ նույնպես ամենալավն ու բարին եմ ցանկանում։ Բարի, թող արարչական լույսն անպակաս լինի մարդ տեսակի ներսից։ Հաջողություն։ Ընդունում ենք սիրով ու շնորհակալ վիճակով։ Ստեսություն։ Հաջողություն։